Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չկազմենք այս ընտրություններին, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Սա արդյոք սպառնում են ժողովրդին, շանտաժի են ենթարկում եւ սա կաշխատի արդյոք պարոն։ Ուրեմն մեկ անգամ պատասխանել եմ, մեկ անգամ եւս պատասխանեմ, որ իրական, բնական ինչ որ պետք է իրականում կա։ Այսօր ոչ մի քաղաքականուց պատերազմ չի ուզում, բայց չուզենալով հանդերձ պետք է քայլեր կատարեն։ Երբ որ այդ հնարավորությունը տրվի, որ այսօր բոլոր նախադրյալները կան, որ պետք է պայմանավորվեն հզոր 3, 4, 5 պետությունների հետ, դա համար պետք է կապ, ծանոթություն, հարաբերություն, որ լինի երաշխավորած խաղաղություն, որ այսինքն մեր տարածքերով ճանճել չանցնի։ Այսօր ի՞նչն է երաշխավորած, կարաս ինձ ասես։ Ամբողջ բարձունքների վրա ադրբեջանցի նստած, մեր հողերի մեջ նստած, թելադրելով Սևանը մերն է, 300,000 մարդ պետք է գա բնակվի, պետք է ադրբեջանական դպրոցներ լինեն, սա թե մեր գեյներ, ասեմ, մեր գեներալներն ու նախագահները այնտեղ սա խաղաղություն, հա? Չի կարելի, չէ՞, բոլորն հասկանում են, խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Մենք փոքր պետություն ենք։ Պետք է ձեռք բերենք, ասենք ոչ թե ձեռք բերենք, կան կապ ծանոթություն, որ պետք է մի 3, 4 հզոր պետություններ դաշնակից լինեն։ Երբ որ գա հնարավորությունը ունենամ, ամեն ինչ էլ կանեմ, կստորագրենք, որ Հայաստանով ծիտ չի կարա տրնել։ Շնորհակալություն։ Վարչապետի տեխնատուների անուններն ասեք, պարոն Սարգսյան։ Էդ էլ պատասխանեմ, այո։ Այսօր ես ասում եմ, ամենակարևորը հանրությունն էլ, ընտրողներն էլ դուք էլ իմանաք, որ իմ տեխնացուն հիներից չի լինելու։ Եվ այսօր ներկաներից ովքեր կառավարություն չի լինելու։ Մեր այսօր երկրին հարաժեշտ է ապագայի վարչապետ։ Դրսից չեն եկել, բայց նրանք չեն աշխատել ապագայի վարչապետ, որը պետք է ծառայությունը դժվարությունը բոլորս հետ միասին, որ այսօր առաջարկ Հայաստանի հազարավոր մարդիկ, տարբեր ոլորտի, որ նրանք ոչ դեպուտատ են ուզում, ոչ տեղ են ուզում, ոչ պաշտոն, այլ իրենք այդ բանիմաց խելացի մարդիկ հիմա օրորի հայտարարում են։ Դուք կտեսնեք, որ բոլորն էլ ուզում են կարողանան միասնական, որ մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա։ Այդ հայտը ներկայացնում միանգամից կալանավորում են եւ Ես այդպեսի բան լսից, ես Ծառուկյանն եմ, եղբայր։ Ես խոսում եմ ռալ իրական, բնական։ Դուք մտավախություն չունեք, որ ձեզ էլ նորից կկալանավորեն ընտրություններից առաջ եւ այսօր ձեր կարծիք ուզում ենք հասկանալ նաեւ լսել կան արդյոք ձեզ Ինձ ձերբակալել են, ստուգել են, ինչ որ ես ոչ մի բանից ես չեմ։ Մարդը եթե ինքը մաքուր է, վստահ է, իր սկզբունքի գործը, ինչից պետք է վախենա։ Բոլոր ժամանակավոր բնույթ է։ Ես շնորհակալություն ստեղծում։ Ո՞վ է կամագործակցել, պարոն Ծառուկյան։